Բարև ձեզ Արմուզի եթերում մանրամասներն են, ծանոթացեք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին։ Ժամանակն է խոսել ոչ թե վերնագրերով կամ կարգախոսներով, այլ մանրամասներով։ Եվ այսպես դիտեք այս թողարկմանը։ Մաշտոցը կերտել է աշխարհի դեմքը, ինչ ինֆորմացիա են պարունակում մարդկանց դեմքերը։ Երբ նայում եմ տառերը, արդեն ոչ թե կարդում եմ, այլ նայում եմ այս կամ այն տառը ինչ կարող է լինել։ Տառատեսակի ու դիմագծերի բացառիկ համադրություն, որը դառնում է արվեստի գործ։ Մոտ մի տեսակ արդեն հիվանդության պես մի բան մոտս։ Դիզայներ Առնո Կուրի հայակերտ հայացքի մանրամասներ։ Տեսք ես հայերեն։ Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում, Հայաստանյան գրական տապանում և Իսպանիայի Բարսելոնայում անկախ հավատից, մաշկի գույնից ու ազգությունից բոլոր դեմքերը մեսրոպատառ են։ Դիզայներ Սաշա Ղալիչյանը կամ առավել հայտնի Առնո Կուրը ներկայացնում է Մաշտոցի կերտած աշխարհի դեմքը, թե ինչպիսին է այն, Էմմա Հորոփյանի ռեպորտաժում։ Տեսք ես հայերեն։ Սա երիտասարդ դիզայներ Առնո Կուրի կոչն է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող, տարբեր լեզուներով խոսող ու նույնիսկ տարբեր դավանանքների հարող մարդկանց։ Ինքը այն օգտատերերի թվին է հարում, ովքեր սոցիալական կայքերում միշտ մեսրոպատառ են գրում։ Դա արդեն ոչ միայն սկզբունք է, այլև մասնագիտություն։ Նա նույնիսկ նկարում է մեսրոպատառ։ Մոտ մի տեսակ արդեն հիվանդության պես մի բան մոտս։ Երբ նայում եմ տառերը, արդեն ոչ թե կարդում եմ, այլ նայում եմ այս կամ այն տառը ինչ կարող է լինել։ Նոթրգիր, բոլորագիր և ժամանակակից տառատեսակներ։ Սրանք այն միակ գործիքներն են, որոնց շնորհիվ Առնո Կուրին հաջողվում է արվեստի իսկական գործեր ստեղծել։ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում աշխարհահռչագրողների հենց նրա ստեղծած կերպարներն էին զարդարում հայկական տաղավարը։ Դրան հաջորդեց գրական տապանը, հետո էլ իսպանական ցուցադրությունը։ Գրողներից մեկը, որը շատ հավանեց եւ որը Իսպանիայում ունի ցուցասրահ, պատկերասրահ, առաջարկեց, որ այնտեղ կազմակերպի անհատական ցուցահանդես, որը կոչվելու էր Մաշտոցը գրում է աշխարհի դեմքերը։ Ֆլորենցիայով հոսող Առնո գետը եւ Թբիլիսյան քուրը չեն հատվում, բայց ունեն ընդհանուր մի գիծ։ Երկուսն էլ մշակութային մայրաքաղաքների զարկերակ են։ Օրիգինալ ոճով դիզայներն էլ իր համար ընտրել է ոչ պակաս օրիգինալ անուն։ Սաշա Ղալիչյանը դարձել է Առնո Կուր։ Իմ ուժերի ներածի չափով ինչ-որ մի բան փոխելու համար։ Եվ դա համատեղելով իմ ներշնչանքի հետ, որը հայկական ձեռագիր մատյաններն էին, ես շատ եմ սիրում ուսումնասիրել դրանք։ Առնո Կուրը հիմա աշխատում է նոր նախագծի վրա։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Մեսրոպյան Այբուբենը առաջին անգամ կզարդարի հսկայական գեղանկար։ Էմմա Հորոփյան, Նարեկ Գալստյան, Armnews։ Առնո Կուրն այսօր մանրամասներում է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես գտաք նախ ձեր ոճը։ Նախ ասեմ, որ արվեստի բոլոր տեսակներում էլ ուղղակի կամ անուղղակի կախում կա լեզվից։ Հատկապես մեր դեպքում, որ լեզուն այն ամենակարևոր բաղադրիչն է, շնորհիվ որի մենք ունենք ազգ, մենք առանձին ազգ ենք եւ փառքաստություն եւ պետություն, իմ կարծիքով լեզուն հանդիսանում է այն կամուրջը կենթանի անցյալից ներկա եւ ապագա եւ այն իր մեջ ամփոփում է մեր թե անձնական եւ թե միասնական բնութագիրը։ Գենետիկ կոդի նման մոտավորապես։ Նաեւ ֆիզիկապես չոր գիտնականները ապացուցել են, որ լեզվից է կախված նաեւ մեր դիմագծերը եւ այլն լեզվամտածողություն եւ այլն։ Ես փորձեցի այսպես ուղղակի կապ ստեղծել լեզվի եւ կերպարվեստի միջեւ, ինչպես որ անում էին մեր միջնադարյան ծաղկողները, երբ պատկերում էին այս կամ այն տառը, տարատեսակ կերպարներով, այսինքն հեշտակի կամ կենդանիների, թռչունների եւ այլն։ Փորձեցի ինչ-որ յուրատեսակ ձևով շարունակել նրանց արվեստը ժամանակակից արվեստի պահանջներին համապատասխան։ Եվ քանի որ Այբուբենը դա կարելի ասել մեր լեզվի նկարն է, պատկերն է, այսինքն ես ինքս երբ ասում են լեզու, պատկերացնում եմ Այբուբենը։ Եվ ինչքանով որ մեր լեզուն է յուրատեսակ եւ բազմերանգ, նման չի մյուս քույր լեզուներին կամ ինչքանով է նման, քիչ, կարծում եմ այդպես էլ մեր տառերն են եւ նրանք
շատ օրիգինալ են, յուրահատուկ եւ բազմերանգ եւ հնարավորություն են ընձեռում նրանցով ոչ միայն գրել, այլ նաեւ պատկերել կարծում եմ։ Ու այդպես ծագեց այդ միտքը եւ ճիշտ ասած նաեւ իր մեջ պարունակում է ինչ որ քարոզչական բնույթ, այսինքն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում օտարների մոտ սեր եւ հետաքրքրություն առաջացնել մեր տառերի լեզվի նկատմամբ։ Իսկ առաջին դիմանկարը հիշում եք։ Այո, հիշում եմ։ Ով առաջինը ձեզ ներշնչեց։ Այո, հիշում եմ Թումանյանի դեմքը արեցի առաջին անգամ։ Ես անձնապես շատ եմ, այսինքն շատ եմ բնականաբար գնահատում, բայց շատ եմ սիրում նաև նրա դեմքը, շատ հետաքրքիր դեմք ունի եւ առաջին դեմքը որ արեցի Թումանյանի դեմքն էր եւ այդ պրոյեկտը կոչեցի Տես քեզ հայերեն։ Այդպիսի մի էջ ստեղծեցի Facebook-ում եւ անհետև մշակույթի նախարարությունից նկատեցին։ Facebook-ից ձեզ գտան փաստորեն մշակույթի իրենց իսկ նախաձեռնությամբ ինձ հրավիրեցին, առաջարկեցին մասնակցել առաջիկայում կայանալիք Ֆրանկֆուրտյան ամենամյա գրքի համաշխարհային փառատոնին, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում։ Ես համաձայնվեցի, մասնակցեցի իրենց հետ, շատ հետաքրքիր եւ բեղմնավոր եղավ մեր համագործակցությունը։ Մոտ առապես 100 դիմանկար պատկերեցի ես, տարբեր ազգերի, տարբեր դավանանքների մոտ եւ մեծ հետաքրքրություն կար եւ շատ զարմանում էին, որ նման այբուբեն կա, որ այդքան տարբեր եւ այդքան հետաքրքիր եւ որը հնարավորություն են ձեռնում ոչ միայն գրել, այլ նաեւ պատկերել։ Իսկ ուրիշ այբուբեններով փորձել եք, թե նույնիսկ չեք էլ փորձել, որպեսզի պարզեք հնարավորությունները, որքանով է հարմար։ Ճիշտ ասած փորձել եմ, կարելի ասել ստացվել է օրինակ գրիլյան, լատինական, բայց քանի որ իմ նաեւ սա նաեւ նպատակային է, այսինքն ես անում եմ հենց հայերեն, Տես քեզ հայերեն է կոչվում դա։ Իսկ դիմանկարը տառերով պատկերելիս նշանակություն ունի, թե մարդը քանի գիրք է ընդհանրապես կյանքում կարդացել։ Հավանաբար, նրա կարդացած գրքերի այսպես բովանդակության եւ քանակի առումով հանբար նրա դիմագծերի մեջ արտացոլվում է այդ ամենը, որովհետեւ մարդու դեմքը կարծում եմ դա ներաշխարհի արտացոլանքն է, դա ես չի որ պիտի ասեմ այդպես է, այս գիտություն կա նույնիսկ։ Նու յուրաքանչյուր տառ ինֆորմացիա է պարունակում առանձին, թե միայն խմբակային։ Այսպես ասեմ, ես հենց դրա դեմ եմ պայքարում, տեսեք, մինչև այսօր մեր տառերը ընկալվում են, ինչպես դուք ասացիք, խմբակային, այսինքն օրինակ մի հատ բերեմ, երբ նկարագրում ենք ինչ-որ մի մարդու դեմքը, գրում ենք նախարարություն, նա ուներ արծվաքիթ օրինակ։ Սակայն ես կարծում եմ այդ ձևով մենք ճնշում ենք տառերին, չէ՞ որ տառերը նույնպես կարող են ասել իրենք իրենցով, օրինակ Հ մեծատառը կարող ասել կարող է ցույց տալ արծվաքիթ։ Այսինքն ինչ որ հետաքրքիր, այսպես եթե կարելի ասել, ազատություն եմ ընձեռում տառերին, իրենք իրենց հնարավորություններով եւ կերպարներով խոսեն, այլ ոչ թե ստիպենք մեզ իրենց տրված անուններով Այսինքն մարդու դեմքը տեսնելիս դուք տեսնում եք, թե ինչ տառերից է կախկացած։ Արդեն ինձ մոտ այդպեսի մի բան կա, երբ ես նույնիսկ տեքստ եմ կարդում, այդ տեսանկյունով եմ նայում։ Ես ուզում եի հարցնել, չեմ կարողանում պատկերացնել, թե դուք ինչպես եք գիրք կարդում։ Ես էլ չեմ կարողանում պատկերացնել, շատ դժվար է ստացվում։ Հաստատ բովանդակությունը չեք ընկալում, ինչ։ Երբեմն ընկալում, երբեմն։ Բայց անկեղծ առանց կատակի ասեմ, վերջին ժամանակներում շատ եմ նկատում մոտս այդպիսի շեղումներ, եթե կարելի ասել, տառերին ավելի շատ նայում եմ որպես վրձնահարվածներ, քան տառեր։ Հետաքրքիր է։ Ցանկացած դիմանկար ստեղծելիս ինչ-որ ոգեշնչում պիտի զգաք, թե դա արդեն մոտավորապես տեխնիկայի հարց է։ Ու եթե արծվաքիթ է, ուրեմն Հ է, կամ եթե մազերն են П-ի նման մոտավորապես։ Ոչ, նման բան չկա, քանի որ նախ թե տեխնիկապես դրանք շատ բազմազան են, այսինքն տառատեսակներ կան շատ։ Ուստի չես կարողանա ասել, П մեծատառ այս դեպքում էս է, որովհետև տառատեսակը նկատի ունեք, որովհետև ցանկացած П մեծատառ նույն կերպ չի կարող լինել ըստ տառատեսակի։ Այո, նախ այդ տեխնիկական, բայց նաև կա այստեղ ոգեշնչման եւ
զգացական պահը, երբ պատկերում եմ դրի վանկեղծ եմ ասում, ցանկացած դեմք ես չեմ հիշում, թե ինչպես է անում նախորդ, այսինքն ես չեմ պարզապես վերարտադրում իմ փորձը։ Ես ամեն անգամ ստեղծագործում եմ տվյալ դեմքի մարդու հետ կապված։ Ես ուզում եմ մի քանի բան ցուցադրենք։ Դա օրինակ գրական տապանի ժամանակ ալված դիմանկարներից մեկն է, որը պատկերում է տվյալ գրողին։ Իսկ դրա համար ինչ էր անհրաժեշտ, գրական տապանի մասնակիցներն ինչ էին որպես հումք, հա, ձեզ տալիս, նրանց այդ շփումը արդեն բավարար էր, թե ինչ-որ բան պիտի վերցնեիք, որ դու աշխատեիք։ Այո, իհարկե, ոչ միայն պետք է նրանց հետ զրուցում էինք, այսպես։ Եվ իդեպ ասեմ, գրական տապանից ծնվեց արդեն երրորդ պրոյեկտը, որը 501-ի շրջանակներում արեցինք, Իսպանիայում, ինչպես նշեցիք, Բարսելոնայում արեցինք ցուցահանդես, գրական տապանում մասնակից գրողներից մեկը ինձ առաջարկեց իր պատկերասրահում, Բարսելոնայում, որը գտնվում էր, անել անհատական ցուցահանդես, որը կոչվում էր Մաշտոցը գրում է աշխարհի դեմքերը, եւ արեցինք այդ ցուցահանդեսը, դրա շրջանակներում եւս մշակույթի նախարարության օժանդակությամբ հրատարակվեց աշխատանքների կատալոգ, որը կոչվում է Իմ 39 վրձնահարվածները։ Այստեղ պատկերված են 39 դիմանկարներ, տարերի քանակին համապատասխան, երկու մասի են դրանք բաժանվում, մշակութային գործիչներ եւ քաղաքական։ Տվյալ դեպքում բալիզակն է, այստեղ կարող եք փողկապի վրա այդ երկի դիզայներական նաեւ տեսնել, թե ինչ տարերից է կազմված։ Այո, եւ նաեւ օձիքը հակառակ կողմից հերթական տարն է Գուգլի։ Այո, տեսեք։ Հա։ Այսինքն թվերի փոխարեն, որ դնում են էջերի վրա, այս դեպքում տարր։ Ինչ շատ հետաքրքիր լուծում է նաեւ դիզայներական։ Այդ ոչ միայն համաշխարհային, այսպես օտար մարդիկ են, բայց նաև հայեր են։ Իսկ նախադեպը կա, այսինքն աշխարհում կան մարդիկ, որ մտածել են այս ճյուղի մասին։ Այսպես ասեմ, ես շատ ուսումնասիրեցի իմ, այսպես գործերից դե կարելի է շատ ուսումնասիրեցի այդ ասպարեզը եւ նկատեցի, որ լատինական տառերով կան արված փիքսելային նկար, այսինքն երբ տառը օգտագործում են որպես կետ, բայց ոչ թե որպես մի ամբողջ ֆորմա, պատկերացրեցիք, տեսեք, այստեղ հ տառը դա քիթն է եւ ունքը, չէ, բայց կան կետերի փոխարեն տառեր, դա շատ տարածված բան է, հավանաբար հայերենում էլ կարելի է գտնել, բայց նման բան չկա ոչ մի տեղ, ես չեմ։ Շատ հետաքրքիր է, Վան Գոգն էլ երևի կզարմանար, եթե տեսներ իր դիմապատկերը մեծ ռոպատար։ Չափազանցնում եք, բայց շնորհակալություն։ Այժմ խոսենք թվերով, մանրամասների վիճակագրության պատասխանատուն Քրիստինա Գասպարյանն է։ Տես քեզ հայերեն պրոյեկտի շրջանակում մեսրոպյան տառերով ստեղծվել է 167 դիմապատկեր, կերպարներից 89 օտարերկրացիներ են։ Նկարներում պատկերված են 70 ազգությունների ներկայացուցիչներ։ Դուք դիտում եք մանրամասները, մենք խոսում ենք մեսրոպատար դիմանկարների մասին։ Առնո, կա ազգային մշակութային հայացք հասկացությունը, որովհետև երբ մենք ասում ենք մշակույթ, երբ մենք ասում ենք արվեստ, մենք ավելի շատ հասկանում ենք համամարտկային։ Իսկ ո՞րն է դեպքում ազգային բաղադրիչը։ Ասեմ, իմ կարծիքով ազգային միակ ազգային, այսպես մաքուր ազգային, եթե կարելի է այդ բառը օգտագործել, արվեստի կամ առհասարակ միակ բաղադրիչը, որի շնորհիվ մենք կարող ենք լինել տարբեր մյուսներից, դա իմ կարծիքով մեր լեզուն է եւ տառերը, որը լեզվի, ինչպես ասացի, պատկերն է պարզապես։ Եվ բոլոր, իդեպ, այսպիսի բան եմ ես նկատել, բոլոր մեր մեծ արվեստագետները կամ մեր մեծ ստեղծագործությունները, որով մենք միշտ պարտանում ենք, հիմնականում կախված են հենց լեզվի հետ, ուղղակիորեն իմ կարծիքով։ Այսինքն, թե ճարտարապետության մեջ, թե մեր միջնադարյան երկերում, թե հենց նարեկացին, այսինքն իմ կարծիքով դա մեր պիտի լինի նույնիսկ պետության այսպես գեր նպատակը, այսինքն լեզվի պահպանությունը, լեզվի հարցերը պիտի լինեն իմ կարծիքով նույնիսկ ազգային անվտանգության, այսպես ասած, գիզակետում։ Կարծում եք, որ այսօր կա խնդիր։ Իհարկե, կարծում եմ կա եւ
եւ ցավոք սրտի չգիտակցված, այսինքն եթե գիտակցված է լինում խնդիրը, հույս կա, որ մի օր կլինի, չգիտեմ, բայց հիմա իմ կարծիքով ցավալի է, բայց չգիտակցված է եւ շատ եմ նկատում այդ խնդրեմը եւ ես ինքս իմ արվեստով փորձում եմ դրա դեմն առնել այս ճանապարհով եւ կոչ եմ անում բոլորին հետամուտ լինել, հատկապես այն մարդիկ, որոնք պատասխանատու են, որովհետեւ իրոք մեր ամենամեծ եթե կարելի այդ բառը ասել, դա մեր լեզուն է, որովհետեւ անկախ մասնագիտությունից մենք պիտի պահպանենք մեր ուրերին ներածի չափով, ինչպես Վիկտոր Համբարձումյանը մեծ աստղագետ, որը առաջին հերթին ոչ մի կապ չունի լեզվի հետ, նա իր կտակը գրում է պատգամելով տիրապետել հայոց լեզվին եւ դրանով իսկ լինել երջանիկ։ Այսինքն երջանկությունը համարում է հայոց լեզվին տիրապետել։ Ես համավիտ եմ լրիվ այդ տեսակետին, այսինքն ինձ համար հայը դա հայոց լեզուն է։ Անկախ, որովհետեւ մենք շատ տարբեր ենք մարդաբանորեն, մենք շատ տարբեր գույների մաշկեր ունենք, տարբեր գույների մազեր ունենք, բայց մենք բոլորս խոսում ենք հայերեն եւ կարծում եմ դա է հենց հայը։ Մեր լեզուն էլ բայց տարբեր է, եթե հաշվի առնենք բարբառները։ Իհարկե, դա մեր հարստությունն է, կարծում։ Երկու հայ կարող են հանդիպել միմյանց եւ չհասկանալ թե ինչ։ Կարծում եք չեն հասկանա։ Ես օրինակ դժվար եմ ընկալում Սյունիքի բարբառը։ Հավանաբար դուք Արևմտյան Հայաստանից եք արմատներով եւ ոչ չեք։ Ես Կարսից։ Իսկ իմ դեմքն ինչ տարերով եք տեսնում։ Ես կփորձեմ հաղորդման ընթացքում ձեր դեմքը տեսնել։ Այսինքն դուք աշխատում եք արդեն հաղորդման ընթացքում, երբ մենք խոսում էինք։ Ես չեմ համբերում ուղղակի տեսնել, թե ինչ տարերից է կազմված իմ դեմքը։ Գիտեք, տարերի ընտրությունը ես նորից եմ ասում, նախապես չեմ պլանավորում։ Այսինքն դա ինչպես նկարիչը պարզապես նկարում է։ Այսինքն ես այնքան եմ այսպես տարված, որ զգում եմ պարզապես տար։ Դե կարելի է բառը օգտագործել։ Այև վերջ, չնայած որ պայմանները մի քիչ անհարմար էին աշխատելու համար, բայց փորձեցի դաշտային պայմաններ ստեղծել։ Փորձեցի հնարավորինս անել։ Եվ ինչ տարերից եմ ես կազմված։ Դուք գերակշռում եք Թ տառը, փաստորեն։ Շ, Թ, Օ, Պ, Ա։ Բայց դա չկա ցավոք սրտի։ Ինչպես դուք եք ուզում։ Չէ, ես երբեք չեմ ուզել, որովհետև պարտադիր չի, որ անվան առաջին տառը համընկնի։ Դա արդեն ուրիշ զգացողություն է, գիտեք, երբ խոսում ես հայերեն եւ մանավանդ խոսում ես լավ մշակված տեքստ ես արտաբերում, մի տեսակ մեղմ զեփյուրի պես զգում ես այդ երաժշտությունը եւ գնում ես դրա հետևից։ Դա իրոք շատ հաճելի զգացողություն է։ Դեմքն էլ մեզ շփատար տեսնելը շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն շատ հավերի համար, շատ հետաքրքիր զրույցի։ Շնորհակալություն, մանրամասներում այսօր դիզայներ Արնո Կուրներ։ Հայկական հետքը համաշխարհային քաղաքակրթության մեջ պետք է լինեն ոչ միայն արվեստի շոշափելի գործերն ու ստեղծագործությունները, այլև մեր մշակութային հայացքը, ճաշակը, նրբերանգներն ու գույները։ Եվ վերջում մշակութային մտածողությունն է, որ ազգի կամ երկրի ստեղծած գործը դարձնում է ոչ միայն արժեքավոր, այլև պոպուլյար։ Եվ հենց այդ լույսի ներքո Արնո Կուրի գործերը գուցե եվրոպացիներին փոխանցեն ոչ միայն այն, թե մենք ինչ ենք ստեղծում, այլ նաև այն, թե ինչպես ենք մենք մտածում, խորհիր հայերեն ու բոլորը քեզ հայերեն կտեսնեն։ Այսքանը դուք դիտում եք մանրամասները, մենք եթերում ենք շաբաթը 4 օր, 3 շաբթից ուրբաթ եւ ցանկացած պահի մեր կայքում arnews.tv.am կայքում հասանելի են բոլոր թողարկումները, հաղորդումներ բաժնում։ Հետաքրքրեց հաղորդումը, ցանկանում եք մասնակցել, առաջարկել թեմաներ կամ եւս մեկ անգամ ճշտել տեսածն ու լսածը, մանրամասների համար զանգարել Arnews կամ այցելել մեր կայք, չէ՞ որ եթե չգիտենք մանրամասները, նշանակում է մեծ հաշվով չգիտենք ոչինչ։ Ցտեսություն։